Ողջույն, հրապարակվել են ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ դաշինքների տեխնացուների հայտարարագրերը։ Սա ինչ է նշանակում, որ դուք Elections AM-ից, այսինքն կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից, կարող եք տեսնել ձեր նախընտրած տեխնացուն ինչ գույք եւ դրամական միջոցներ ունի։ Այո, բոլորը չեն, որ հրապարակել են, բայց գերակշիռ մասը 90%-ը իր հայտարարները հրապարակել է։ Եվ այս հայտարարներում կան հետաքրքիր փաստեր։ Ես առաջին համարներից որոշները ձեզ համար ցանկանում եմ ներկայացնել։ Ամենահետաքրքիրներից մեկը թերևս Գագիկ Ծառուկյանի հայտարարագիրն է, Բարգավաճ Հայաստանի վարչապետի տեխնացուն անթիվ անշարժ գույքեր ունի, մի 2 էջից ավելի, նրա անշարժ ու շարժական գույքերն են։ Նա նաև 19 ավտոմեքենա ունի, թանկարժեք ավտոմեքենա, դրանց մեծ մասը կտեսնեք տարիներ առաջ Ազգային անվտանգության ծառայության հրապարակած տեսանյութում, ԱԱԾ-ն մտել էր Ծառուկյանի տուն, խոզարկություններ իրականացրել ու ամբողջ ինչ նրա տանը կար, ամբողջը նկարահանել էին ու հրապարակել ի լուր հանրության։ Հետաքրքիր փաստ Ռոբերտ Քոչարյանից, նա բաժնեմաս ունի Սիստեմա ընկերությունից, ռուսական ընկերություն է, որտեղ Քոչարյանը 0.000119% բաժնեմաս ունի։ Քուվեյթից փող է ստանում Արտակ Սարգսյանը, Քոչարի եւ ավելի երկար է նրա կուսակցության անունը, այդ կուսակցության վարչապետի տեխնացուն է, նա հայտնի է Քենիայում եւ Մալդիվներում տարբեր սկանդալային պատմություններով, նա ու իր եղբայրը Քուվեյթից ստացել է 6000 Քուվեյթի դինար։ Հայկ Մարությանը օրինակ ավելի շատ տուն ունի Եվրոպայում, հիմնականում Չեխիայում, քան Երևանում, մյուս տեխնացուները։ Ուրեմն Սուրեն Պետրոսյանը, կհիշեք Սուրեն Պետրոսյանից, նա Բագրատ Սրբազանի հետ քայլեց, հետո նրանց ճանապարհները այլ կերպ գնացին, այլ Սուրեն Պետրոսյանը ինչ-որ մի փուլից ամենաակտիվ հանրահավաքային փուլում հանկարծ անհետացավ ու նա հեռացավ այս քաղաքական ուժից։ Սուրեն Պետրոսյանը թե ոչ միտեղ չի աշխատում, բայց եվրոպական ակտիվներ ունի, Ֆրանսիայի իր ընկերություններից մեկից ստացել է 178,000 եվրո շահաբաժին, բավականին մեծ գումար է։ Ուժեղ Հայաստանի տեխնացուն Նարեկ Կարապետյանը տների մեծ մասը ունի Լոռում, Տաշի մոտ գյուղերից մեկում, նաև նվիրատվություն է ստացել Արթուր Հովակիմյանից 56 միլիոն դրամ չափով։ Տեսլա ունի Սպարտակ Գյուրեղյանը, բոլորին դեմ է մի առաջին համարը, որպես կանոն քչերն են, որ նախընտրում են էլեկտրական մեքենա, լավ է որ մեկը էլեկտրական մեքենա է հայտարարել։ Հանրապետություն կուսակցության առաջին համարը ունի գրիչների հավաքածու $100,000, էլի բավականին մեծ բան է։ Սրանք էին ուշագրավ փաստերը, կարող եք Civilnet-ում էլ տեսնել իմ ռիլը, ես լինքը կդնեմ կոմենտում, հետևեք ինձ, բաժանորդագրվեք իմ ալիքին, գնալով ավելի շատ ու հետաքրքիր փաստեր կներկայացնեմ ձեզ։ Շնորհակալություն։